Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Իսրայելից, պարոն Արտյոմ Չեռնոմորյանը։ Շնորհակալ ենք պարոն Չեռնոմորյան, որ միացաք այսօր մեզ։ Շատ կարևոր եթեր ունենք այսօր մենք ձեզ հետ միասին, գիտենք, որ շատ եք զբաղված այս վերջին օրերի ընթացքում, բայց հրատապ լուրերը այնպիսին են, որ մենք ուզում ենք ձեզ հետ անպայման քննարկել այդ հարցերը։ Միանգամից ասեմ հարցերը, բայց հետո հերթով անդրադառնանք այդ հարցերին։ Այսօր տեղեկություն ստացվեց, որ Ամերիկայի արտաքին հետախուզությունը CNN-ն է պարզել, որ տարբեր պաշտոնյաների միջոցով հավաստի տեղեկությունները կան, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի ատոմային օբյեկտներին, զորավարժություններ են անում, ինչ որ ռումբերի տեղաշարժ կա ինքնաթիռների համար, այսինքն հստակ տեղեկություններ ունի Ամերիկայի հետախուզությունը, որ Իսրայելը պատրաստվում է, բայց դա կապվում է նաև բանակցությունների հետ, թե ինչպես կընթանան բանակցությունները Ամերիկայի եւ Իրանի միջև, եթե Դոնալդ Թրամփը թույլ տա, որ Իրանը այնուամենայնիվ հարստացնի ուրանը ինչ որ ձևով, ապա Իսրայելը միայնակ որոշում կարող է կայացնել ինքնուրույն հարվածել Իրանին։ Սա առաջին հարցն է, երկրորդ հարցը այն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը գտնվում էր Իսրայելում եւ Թել Ավիվում հանդիպում էր իր իսրայելցի գործընկերոջ հետ եւ սա ահա այս ֆոնին, երբ որ նոր նշեցի, թե ինչ ծրագրեր ունի Իսրայելը։ Երրորդ հարցը հուտիների հնարավորությունների աճն է, որ նրանք կարողանում են արդեն Բեն-Գուրիոն օդանավակայանին հարված հասցնել աննախադեպ իրավիճակ է Իսրայելի համար եւ Դոնալդ Թրամփի միակողմանի պայմանավորվածությունները հուտիների հետ դա էլ եք տեսնում, որը որ չի վերաբերվում փաստացի Իսրայելին, այստեղ էլ Իսրայելի դժգոհությունը աճում է, կանդրադառնանք Սիրիային, եթե ժամանակ մնա, թե ինչ էր տեղի ունենում դրուզների հետ կապված, երեք հարձակում է եղել ռուսական բազայի ուղղությամբ, նաև Համասի նկատմամբ լայնածավալ նոր գործողությունը Գազայի շրջանում, որը որ դատապարտել է Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, նույնիսկ Ֆրանսիայի վարչապետը ասել է, որ կարող է ճանաչեն անկախությունը Պաղեստինի։ Այս հարցերին շարքով փորձենք անդրադառնալ, պարոն Չեռնոմորյան, եւ երևի թե սկսենք ամենակարևոր եւ ակտուալ հարցից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզության այդ լուրից, ճիշտ է, հետախուզությունը անմիջապես չի տարածել, բայց մենք հասկանում ենք, որ դա տեղի է ունեցել հատուկ նպատակով եւ CNN-ը հատուկ հրապարակել է դա։ Կրկին շնորհակալություն, որ միացաք մեզ, պարոն Չեռնոմորյան։ Ես էլ եմ շնորհակալ այս հնարավորության համար, շնորհակալություն այս հարցերի համար։ Նախ ես համաձայն եմ ձեր հետ, որ այս ինֆորմացիան պատահաբար չէին նետի համացանց եւ CNN-ին էլ պատահաբար այս ինֆորմացիան ամերիկացիները չէին տրամադրի, սա ամերիկական հետախուզության մասին է խոսքը, սա շատ տրամաբանական է։ Սա հաջորդեց Այաթոլլահ Խոմեյնիի այն հայտարարությանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ խիստ բանակցություններ է վարում Իրանի հետ, շատ բարձր դիրքերից եւ մեծ պահանջներ ներկայացնում եւ Իրանի իրավունքն է հարստացնել ուրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրերին։ Հենց այս հայտարարությանը հաջորդեց փաստորեն 1.5 օր անց հետո CNN-ի այս հաղորդումը եւ այսօր ողջ միջազգային հանրությունը հենց վկայակոչելով CNN-ը, ես քիչ առաջ տարբեր եվրոպական Guardian-ում կարծեմ կարդացի, Euronews-ում կարդացի, շատ տեղեր եվրոպական շատ ուրեմն լրատվամիջոցներ արդեն անդրադառնում են այս CNN-ի հրապարակած հոդվածին։ Խնդիրն այն է, որ այս պահին Թրուման ավիակիրը հեռացել է Պարսից ծոցից, Մի փոքր բարձր, եթե կարելի է։ Այո, մի պահ եղավ, որ Պարսից ծոցում, գիտեք, 3 ավիակիր էր հավաքել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այս պահին Թրումանը հեռացել է Պարսից ծոցից, այսինքն այն հարվածային ուժը ատամ ցույց տալու, որ ստիպեց Իրանին Ամերիկայի Միացյալ Նահանգների այսինքն բերել բանակցությունների սեղան, այս ուրեմն ավիակիրների խումբը այլևս այն հզորությունը չունի Պարսից ծոցում, որ ուներ 1.5 ամիս առաջ, հասկանում եք, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական պոտենցիալը այս տարածաշրջանում մի փոքր Տրամփը թուլացրել է,
հզորության առումով։ Իսկ որ Իսրայելը այս վերջին ամիսների ընթացքում ստացել է մեծ քանակությամբ հրթիռներ, ավիացիոն հրթիռներ, մեծ քանակությամբ ռումբեր եւ նաև թույլտվություն է տվել իր բանակին Գազայի գոտում օգտագործել ծանր ռազմական տեխնիկա, ծանր հրետանի եւ ծանր ռումբեր, սա վկայում է այն մասին, որ Իսրայելը երկու ուղղությամբ էլ նախապատրաստական աշխատանքներ է տանում, բայց արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի Իսրայելի ձեռքերով այս ինքնաթիռների տեղափոխություններով կամ մեծ քանակությամբ զինամթերք տեղափոխելով չբերեց այսինքն Իրանի բանակցությունների սեղան եւ եւս մեկ անգամ Իրանին գուցե Իսրայելի միջոցով ատոմ ցույց տալու քաղաքականություն է վարում։ Ես չեմ կարծում, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն հարվածներ կհասցնի Իսրայելը առանց իր դաշնակցի օգնության, սա առաջինն է։ Երկրորդը այս պահին մայիսի 16-ին, երբ որ ավարտվել էր արդեն Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելյան այսպես շրջագայությունը, Իսրայելը չհայտարարելով սրա մասին սկսեց Գիդեոնի մարտակարգ կոչվող ուրեմն ռազմական օպերացիան Գազայի գոտում, որ հիմնական նպատակն է այսպես պատկերացրեք, ինչպես Գազայի գոտին մեկ ափսեի վրա դրված ուրեմն տորտ, հա, եւ այդ տորտը այսպես մաս կտրում մտնում են եւ մաքրում են։ Այս պահին 58 դեռ ուրեմն պատանդ կա Գազայի գոտում, որից ընդհանրապես խոսում Հիմա են ռազմական գործողությունները շատ ավելի ծավալուն են, քան նախկինում։ Այո, այս պահին բավական լուրջ մարտական գործողություններ են ընթանում։ Ես չեմ հավատում Պաղեստինի Գազայի գոտու այդ աղբյուրներին, Պաղեստինի, այսինքն Գազայի գոտու առողջապահության նախարարության թվերին, բայց իրենց կողմից օրինակ այսում վերջին այս հարձակումների ժամանակ ասում են 44 պաղեստինցի է զոհվել, բայց 44-ից կարող է 40-ը ուղղակի ահաբեկիչներ են, որոնք ռազմական գործողությունների ժամանակ են ուրեմն սպանվել, ասեմ, որ ամեն օր գրեթե ամեն օր Իսրայելի բանակն էլ զոհեր է տալիս, որովհետև պարտիզանական պատերազմ է տեղի ունենում այս պահին, ինչքան էլ որ ասենք տանկերով եւ ուրեմն հրանոթներով խոցվեն այս կամ այն նշանակետները կամ թիրախները, ամենայն դեպս բանակը գտնվում է ստորաբաժանումներով Գազայի գոտում, երեկոյան հայտնի դարձավ շատ հետաքրքիր մի գեղեցիկ ռազմական օպերացիայի մասին, որը կարծես ֆիլմերից վերցրած լիներ, հայկական հատուկ ջոկատայինները 9 հոգով կանանց շոյերով տարբեր ասպես շատ տարբեր այսպես ուրեմն միջոցներով մուտք էին գործել Խան Յունես քաղաք եւ Խան Յունեսում փորձել էին ուրեմն գերի վերցնել գիտեք որ Գազայի գոտում միայն մեկ Համասը չէ, այստեղ ջիհադ իսլամ, իսլամական ջիհադ եւ ազգային դիմադրության կոմիտե գոյություն ունի, որի ղեկավար Ահմադ Թարխանին էին փորձել գերի վերցնել եւ մարդ էր բռնկվել եւ չեն կարողացել այս ահաբեկչին գերի վերցնել ու նրան ուղղակի տեղում լիկվիդացրել են եւ դուրս են եկել այդ տարածքից։ Այսինքն այս պահին մարտերը շատ ծանր շարունակվում են, սա փոքրիկ մեջբերում գուցե Գազայի հարցը փակենք, հումանիտար օգնությունը ուրեմն Իսրայելը բացել է, սակայն միջազգային դիտորդներն ու ՄԱԿ-ի պատասխանատուներն ասում են, որ 3 ամսյա ուրեմն բլոկադայից հետո սա կարծես թե կաթիլ է ծովի մեջ, լուրջ խնդիր չի լուծում Գազայի բնակչության համար։ Մյուս կողմից էլ չմոռանանք այս Պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը իրավիճակը ինչ աստիճանի է սրվել այս պահին։ Մի խոսքով երկուստեղ զոհեր են, երկուստեղ պատերազմ է տեղի ունենում, սա լավ տեղ իհարկե չի։ Կարևոր հարցի եք անդրադառնում, պարոն Չեռնոմորյան, բայց կարծում եմ մեզ համար ավելի կարևոր է այս պահի դրությամբ Իրանի շուրջ ինչ է տեղի ունենում այդ հարցի վրա կենտրոնանալ, դուք ինչպես եք զգում։ Կան տրամադրություններ Իսրայելում, որ Իսրայելը պետք է հարվածի կամ հարվածելու է Իրանին։ Իսրայելում այսօր թերթերն այդ մասին գրել են եւ տարբեր վերլուծություններ նույնիսկ նայեցի, հասկանում եք Բենյամին Նեթանյահուն երազում է վերջացնել Իրանի միջուկային ծրագիրը, հետ շպրտել նրան միջուկային այդ բոլոր ուրեմն ծրագրերից,
Եվ արդեն իսկ եթե պետք է նրան անվստահություն հայտնեն, իր անունը ոսկե տառերով գրի Իսրայելի պատմության մեջ որպես Իրանը ոչնչացրած, Հեզբոլլահին, Համասին գրաված, ոչնչացրած այսպես վարչապետ։ Սակայն իրականում իմ կարծիքով իսրայելյան բանակը պատրաստ չէ նման պատերազմի, որովհետև երբ որ վերցնում ես Իրանը, Իրանին ամբողջությամբ գրավել հաջողեց միայն Ալեքսանդր Մակեդոնացուն, որը ինչպես հաջողեց գրավել Իրանը, Գրավելու մասին չէ խոսքը, այստեղ ատոմային օբյեկտների հարվածների մասին է խոսքը, հասկանում եք, որ միայն օդային հարվածներով ծնկի բերել Իրանի նման պետությանը հնարավոր չէ։ Այն էլ պարոն Չերնոմարյան, թե հուտիները հիմա հաջողությամբ հրթիռներ են ուղարկում դեպի Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայան, փաստ է որ դրանք իրանական հրթիռներ են, երևի նաև չինական տեխնոլոգիաներով։ Ուրեմն Իրանը ունի էլ ավելի կատարյալ հրթիռներ, չէ՞, դա էլ կա։ Ասեմ ձեզ, բալիստիկ հրթիռներ խոցելը շատ ծանր է, շատ դժվար է եւ վերջին երկու անգամը նույնիսկ ամերիկական THAAD համակարգերը, որ Իսրայելին Ամերիկան տրամադրել էր, այս THAAD համակարգերը վրիպեցին եւ չկարողացան Պաղեստինի երկու ուրեմն տիպի ուղարկված հրթիռը խոցել Իսրայելի օդում, որը ինչպես գիտեք ընկավ եւ ասենք կարելի է ես անկեղծ ասեմ։ Եթե հուտիները կարողանում են ամերիկյան նավեր խոցել, կամ եթե ոչ խոցել, այլ լավ, ասենք հարվածներ են հասցնում, վնաս են տալիս, բնականաբար օդը փակված չի լինի Իսրայելի ամբողջովին։ Այսպես ասեմ, երբ որ նայում ես վիճակագրությունը 95%-ով հուտիների եւ Իրանի եւ Համասի հրթիռները Իսրայելը պահում է։ 100% աշխարհում, ես ուզում եմ որ բոլոր մեր հերոստատիտողների համար պարզ լինի, չկա աշխարհում այնպիսի երկիր, որը 100% կարող է պահպանել իր օդային տարածքը, չկա նման պետություն։ Ինչքան էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ես հիմա գնամ Մեքսիկայի տարածքից մեկ բալիստիկ հրթիռ կրակեմ, վստահ եմ, որ Ամերիկան չի կարող նույնիսկ այդ մեկ հրթիռը ոչնչացնել։ Իսկ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խեց 3-ը, ասենք վերջին մի քանի հրթիռների հարձակումներ, վերջինը Եվրոտեսիլի ժամանակ էր գիշերը, երբ որ մենք նստած հերոստա ուրեմն տեսությունն էին դիտում Եվրովիժնի Եվրոտեսիլի ուղիղ հեռարձակումն ենք, ես եմ ստացան, որ հիմա այս 2-3 րոպեից լինելու է հուտիների հարձակումը, դուրս եկեք եւ գնացեք Ռմբապաստարան։ Ինչ հայտարարություններ Հայաստանի հետ կապված ինչ-որ բան աչքովս ընկավ Եվրատեսիլի։ Այո, հիմա դրան էլ կանադանանք Իրանի հարցը փակենք։ Ես հիմա վստահ եմ, որ Իսրայելը այս պահին ատամները ուղղակի ցույց տալիս եւ պատրաստ չէ եւ Տրամփի կոպիտ ասած դաբրոն չունի հենց հիմա հարձակվելու Իրանի վրա։ Իրանը սա Պուտինները նույնիսկ չեն։ Պուտիներին այդքան ամիսներով, տարիներով Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց, առնվազն 3 անգամ Իսրայելը շատ ծանր հարվածներ հասցրեց Պուտիներին։ Ինչ է, Պուտինները զենքերը վայր դրեցին։ Իհարկե ոչ։ Վերադառնանք ձեր հաջորդ հարցին, որ հարցն եք ուզում քննարկենք այդ Եվրոտեսիլը։ Այո, ես ասենք մեծ դրամայի չեմ սիրում դրամատիզացնել եւ այսպես շատ դրամատիկ post-եր գրել, հա, Facebook-ում, փորձում ենք մենք լինել շատ անկախ եւ որպես լրագրող հասկանալով նաեւ մեր գործընկերները, ասենք աշխատելավարժը, Իսրայելում Եվրոտեսիլը սովորաբար 1-2 ուրեմն այսպես իրենց ասեմ այսպես տափակ հումորներով, ասենք երբեմն ծիծաղելի, երբեմն ոչ այնքան, այսպես փորձում են սարկազմի վերածել ցանկացած, ասենք Եվրոտեսիլի մասնակցի ելույթներից առաջ իրենց այսպես մեկնաբանությունները, այնպիսի հիմար մեկնաբանություն է, նույնիսկ երկը վերջանա գնամ պիպի անեմ, այսպիսի, ասենք, այս մակարդակի են նրանք վարում Եվրոտեսիլը, այսինքն այս երկու լրագրողները եւ ասենք հայրի պահով սկզբում ասացին, որ Հայաստանը միակ երկիրն է, որ ստացել է իրավունք հայկական գյուղում նկարահանումներ իրականացնել, որ նայելով պարագին իրոք հայ տղամարդու կերպարն է, հայ տղա է եւ այլն, այսինքն ոչ մի վատ բան չասեցին այս մարդիկ, ուղղակի վերջում այսպես քմծիծաղով, որ այսա հայ է եւ այլն, մենք էլ այս ազգին ասենք Երուսաղեմում հող ենք տրամադրել, իհարկե սա անտեղին եւ շատ ցինիկ հայտարարություններ, որը մեր համայնքի մեջ մեր շրջանում հայերի
շատ լուրջ զայրույթ առաջացրեց, ու առանձին անհատներ եւ կազմակերպություններ սկսեցին այսպես շատ լուրջ նամակներ եւ բողոքներ ներկայացնել Իսրայելի հենց այս լրագրողի դեմ, այս հերոստալիքի կան 11-րդ ալիքի դեմ եւ այլն, բայց իմ կարծիքով մեր բողոքները չէ որ տեղ հասան եւ մեր բողոքները չէ որ ասենք Իսրայելի կան հերարցակողների այս միությանը եւ այս պետական ուրեմն կազմակերպությանը եւ այս լրագրողներին ստիպեցին ներողություն խնդրել հայ ժողովրդի եւ համայնքից, քանի որ հրեաները եւս իրենց կազմակերպությունները եւս բողոքեցին այդ ամենի շուրջ։ Այո, այսինքն ուզում եմ ասեմ, որ ոչ միայն հայերն են, այլ նաեւ շատ հրեաներ, շատ հայասեր հրեաներ, հայամետ հրեաներ բողոքներ գրեցին, սրանից բացի նաեւ այստեղ հարցը Եվրոտեսիլում Իսրայելի ուրեմն այսպես պրեստիժի հարցներ հասկանում եք, հեղինակության հարցներ, դրա համար էլ երբ որ Հովհաննես Մովսիսյանը հանրային հերոստատեսության տնօրենը պաշտոնական նամակ էր ուղարկել Կանին, Կան հերոստատեսության տնօրենը պատասխանեց, ներողություն խնդրեց եւ 3 անգամ փաստորեն եւ այս լրագրողը իր ուրեմն X-ի էջում ներողություն խնդրեց եւ այս հերոստատեսությունը պաշտոնական գրավոր ներողություն խնդրեց նույն այն բառերով ինչ որ լրագրողն էր ասել, ուղարկեց Հայաստանի Հանրապետություն անգլերեն լեզվով նամակով եւ նույն ժամանակ հենց Եվրատեսիլի առաջին անգամ երբ որ արդեն մեր 18-րդն էր, չէ՞, կարծեմ պարագա, երբ որ ելույթ ունեցավ, հենց իր ելույթից առաջ ներկայացնելուց առաջ նույն տեքստը ամբողջությամբ կարդաց, ներողություն խնդրեց եւ ամեն քայլափոխին, երբ որ Հայաստանին էին ցույց տալիս մեր տղաներին էին ցույց տալիս, նա ասում էր հայերը մեր աղբերները, մեր եղբայրները եւ այլն եւ այլն։ Այս հարցը Պարոն Չեռնոմորյան, քաղաքական ավելի շատ հարցերի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի հայտարարությանը եւ նաեւ Ֆրանսիայի վարչապետի հայտարարությանը, որ իրենք կարող է ճանաչեն Պաղեստինը որպես անկախ պետություն։ Ուրեմն 148 պետություն այս պահին ճանաչել է Պաղեստինի անկախությունը եւ որքան որ ես հետեւում եմ միջազգային մամուլին, Մակրոնը հունիսի սկզբին 2-ին կարծեմ ուզում է արաբական երկրների եւ Մեծ Բրիտանիայի հետ եւ Կանադայի հետ մեծ վեհաժողով անցկացնել եւ ի վերջո լուծել Պաղեստին պետություն ստեղծելու հարցը։ Ամերիկայի շատ դիվանագետներ եւս այս մասին շատ տարիներ շարունակ խոսում են, որ պետք է ստեղծել ի վերջո Պաղեստին կոչված պետությունը, թե այս Պաղեստին կոչված պետությունը ինչ սահմաններում է գործելու, արդյոք այն կանաչ գոտին 67 թվականից հետո վերցված տարածքները ներառվելու են Պաղեստինյան ինքնավար մարզի մեջ, ես վստահ եմ, որ ոչ, որովհետև այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսին Արիելն է եւ իր, ասենք, արդյունաբերական շրջաններն են եւ շատ այլ կարևոր ուրեմն շրջաններ հաստատ չեն մտնելու, ասենք, Պաղեստինյան կառավարության կազմի մեջ, սա լինելու է իմ կարծիքով, եթե լինի նման բան, լինելու է Ռամալլան, ասենք, Պաղեստինյան ինքնավար մարզը իր տարածքով Ինչ վերաբերում է Գազայի գոտուն, գիտեք, Գազայի գոտուց արդեն տասնյակ հազարավոր մարդիկ այս պահին հեռացել են, այնտեղ ժամանակին մոտ 2 միլիոն մարդ էր ապրում։ Հիմա այս ճանաչումը ինչ կտա Ֆրանսիային, ինչ կտա Անգլիային, ինչ կտա Կանադային եւ եվրոպական մյուս պետություններին։ Ուղղակի եվրոպական պետությունները չեն կարող, ասենք, միակողմանի զուտ, ասենք, ճիշտ է, պաշտպանում եմ մինչև այսօր էլ Իսրայելին եւ տեսեք հենց այդ պետությունների ժողովուրդը ինչպիսի քվե տվեց Եվրատեսիլի ժամանակ Իսրայելին, ինչպիսի ասենք աջակցություն, հա, հրեա երկչույն ստացավ, ասենք, միայն այս քվեարկության ժամանակ եվրոպական պետությունների, սակայն եվրոպական պետությունների կառավարությունների լիդերները վստահ են, որ Իսրայելը ասենք պետք է նման ծավալի ռազմական գործողությունները Գազայի գոտում ուրեմն դադարեցնի եւ պետք է խոսել, ասենք, կոնսենսուսի, փոխհամաձայնության եւ ի վերջո Պաղեստինյան պետություն ստեղծելու մասին պետք է, ասենք, բանակցություններ վարվեն։ Իրականում Նատանյահուն երեկոյան կարտացի Նատանյահուի հայտարարությունը, հատուկ հայտարարությունը ուղղված այս պետություններին, ասում է, որ այս որոշումը ուղղակի հոյակապ նվեր է Խամասին, այսինքն եվրոպական պետությունները այսպես լավ նվեր են մատուցում Համասի այս ահաբեկչական կազմակերպությանը
եւ քննադատեց այս պետությունների նման հայտարարություններն ու նման Այդ հաստատի խնդիր կա եվրոպացիների եւ Իսրայելի միջև, Ամերիկայի եւ Իսրայելի միջև տարաձայնություններ կան լուրջ դաշնակիցների միջև։ Իհարկե տարաձայնություններ կան, տեսեք, երբ որ ասենք Իսրայելում խոսում են Համասի իշխանության վերացման, ասենք այս ահաբեկչությունը ի վերջո այս ահաբեկչության բույնը ի վերջո քանդելու մասին, իհարկե աշխարհում նման երկիր չկա, որ ասենք դեմ չլինի, որ ասենք ահաբեկչական այս կազմավորումը այլևս Գազայի գոտին չղեկավարի, բայց ինչ մեթոդներով ասենք սա պետք է իրականացնել։ Իսրայելը տասնյակ տարիներ բանակցելով ամեն մի քանի տարին մեկ տեղի ունենում նման ասենք ռազմական օպերացիա, որը խնդիրը չի լուծում, ու Իսրայելը ասենք այս պարագայում ուզում է ռազմական ճանապարհով Համասին ուղղակի իշխանությունից զրկել, բայց ռազմական ճանապարհով իշխանությունից զրկելը նշանակում է մարդկանց մի շրջանից մյուս շրջանը տեղափոխել, մարդիկ առանցել մեծ մասը Գազայի բնակչության մոտ 90%-ը այսօր տուն չունի մնալու, տուն չունի ապրելու, տարական կոմունալ խնդիրներից է զրկված եւ պարզ է որ եվրոպական լիդերները եւ ընդհանրապես մարդկային հումանիտար առումով սա ուղղակի շատ բարդ է այս կադրերը նայել, բայց մյուս կողմից էլ չպետք է մոռանալ, որ հենց այս նույն բնակչությունը եւս 25-ից 30 հազարով այս մեկ ամսվա ընթացքում զինվորագրվել է Համասին, այսինքն Համասը տալիս է նրանց հաց ու ջուր, ովքեր որ համաձայն են զենք վերցնել եւ Իսրայելի ուրեմն զորքերի դեմ կռվել, այսինքն հենց այս նույն ժողովուրդն է աջակցում Համասին, Համասը հենց այս ժողովրդի մեջ է եւ այս տասնյակ տարիների Համասի ռոպագանդան արել է իր կեղտոտ գործը, այսինքն չգիտես, մեդալը երկու կողմ ունի, մի կողմից ասենք իհարկե անընդունելի է նման ծավալի հսկայական ռազմական գործողություններ իրականացնել, մյուս կողմից հենց այս ժողովուրդը աջակցում է Համասին, զինվորագրվում է եւ պայքարում է, պատերազմում է, ասենք եւ արիթը բաց չի թողնում, ասենք զինվոր փախցնելու կամ ասենք իսրայելական տարածքներ մտնելու հետ կապված, այսինքն բավական լուրջ է եւ չգիտեմ ես իրոք այս պետություններին կհաջողվի ճանաչել Պաղեստինը թե ոչ։ Իսրայելը մի կողմից էլ շատ անհանգստացած է, պարոն Այվազյան, որովհետեւ Իսրայելը չունի այն տնտեսական կապերը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ֆինանսական, ինչ ունի Եվրոմիության հետ եւ եվրոպական պետությունների հետ։ Իսրայելը վերջերս հիշեցնեմ, որ հարյուրավոր միլիոն դոլարների ռազմական կոնտրակտներ է կնքել եվրոպական երկրների պետությունների հետ ԱԹՍ-ների տարբեր տեսակի ժամանակակից ուրեմն ռազմական տեխնիկայի եւ տեխնոլոգիաների գնման հետ կապված եւ այս ամբողջը փաստորեն վտանգվում է նա եւ Իսրայելը իր միլիարդների գուցե 1 միլիարդի մինչեւ կարող է այս գործարքները Եվրոպայի հետ միայն ռազմական ոլորտում համագործակցության կարող են չեզոքացվել եւ նաեւ տնտեսական լուրջ կապեր ունի Իսրայելը եւ մեծ քանակությամբ արտահանում ունի դեպի Եվրոպա եւ Եվրոպայից էլ ներկրում է բազմաթիվ ապրանքներ, այստեղ մենք ֆրանսիական խանութների ցանցեր ունենք եւ այլն, այսինքն եվրոպական բիզնեսն էլ Իսրայելում լավ ներկայացված է։ Պարոն Պերոմորյան, տեսեք, հիմա մեծ պատերազմ է Գազայի շրջանում, մեծ պատերազմ։ Պուտինների հետ այդպես լարված իրավիճակ է, որ պուտինները հրթիռակոծում են Իսրայելը, Բեն-Գուրիոնի օդանավակայանը, մեկ-մեկ Իսրայելը պատասխանում է լավ ռմբակոծելով Եմենը, խոսք կա Իրանին հարվածելու մասին, Սիրիայում հաճախ լարվում է իրավիճակը, Իսրայելը լուրջ գործողություններ է իրականացնում օգնելու համար դրոզներին, տեղեկություն կար միջայլոց, որ հրթիռի հետ եւս բախում է եղել եւ իսրայելական օդուժը օգնել է հրթիռին, բայց դա չհաստատվեց կարծես, դուք կարող եք ասել ավելի։ Չի հաստատվել։ Բայց տեսեք, ահա այդպիսին է իրավիճակը։ Սիրիայի հետ պատերազմական մեկ-մեկ գործողություններ, Գազայի շրջանում պատերազմական գործողություններ Եմենի հետ եւ Իրանի հետ ու լարված հարաբերություններ Եվրամիության երկրների եւ ինչ որ միտեղ տարաձայնություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս ամենը ընդհանուր առմամբ ինչ է ձեզ հուշում, Իսրայելը կարող է այս ամենի տակից դուրս գալ եւ երկրորդ ամենակարևոր հարցը մի պահ մոռանայինք, պետք է մոռանայինք անդրադառնալ, բայց հիմա չմոռանանք եւ անդրադառնանք Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցներ Իսրայել, դա ամենակարևոր
հարցերի մեջ է Եկեք այո, խոսենք պաշտպանության նախարարի մասին, հետո Իսրայելը սրատակից դուրս կգա թե ոչ։ Նախ Զաքիր Հասանովը այո եկել էր, հանդիպեց իր գործընկերոջ հետ Իսրայել Կացի հետ, պետք է ասեմ, որ այս Իսրայել Կացին ինքը եղել է նախկինում տրանսպորտի նախարար, տարբեր նախարարական ուրեմն պորտֆելներ է ունեցել, այս մարդը, ասենք, ռազմական արվեստից, ռազմական գործողություններից, պատերազմից ու բանակից շատ հեռու կանգնած մարդ է, կարող է ժամանակին ծառայել է կամ որոշակի որպես Իսրայելի բանակի զինվոր կամ եֆրեյտոր կամ նույնիսկ սերժանտ, չգիտեմ ինչ կոչում էլ ունի, մասնակցել է, ասենք, մոբ ուժերին եւ այլն, բայց այս մարդը շատ հեռու մարդ է ռազմական գործողություններից, բանակից եւ այլն, սա քաղաքական ուղղակի որոշում է Նետանյահուի կողմից, քաղաքական նշանակում էր։ Այժմ երբ որ չստացվեց Նետանյահուի այցը դեպի ուրեմն Բաքու, պետք է որ մի բան այս երկու ուժերը անեն, պետք է որ մի հատ հանդիպում համենայն դեպս կազմակերպեն եւ որոշեցին, երբ որ հիշում եք Մուհամեդի ու Սարի պատմությունը, որ մեկը մյուսի մոտ չի գնում, Սարն է գալիս Մուհամեդի մոտ, հիմա այսպես եղավ, հիմա էլ է Սարն է եկել սրանց մոտ, Նետանյահուի մոտ հանդիպում, այսինքն Իսրայել Կացի հետ հանդիպում տեղի ունեցավ, թե գաղտնի ինչ բանակցություններ են եղել, շատ պրոտոկոլային 2-3 նախադասություն, ինչ որ հաղորդում է իսրայելյան մամուլում, մի մասն էլ ադրբեջանականը, ոնց որ մեկը մյուսից copy-paste արած, մենք քննարկել ենք հարաբերությունների առավել խորացման հեռանկարները երկու բարեկամ եղբայր ժողովուրդների ու պետությունների միջև, այսպես մի բան, եթե ուրեմն ընդհանուր հայտարարով վերջացնենք այս սրանց հանդիպումը, բայց իրականում այս հանդիպման ընթացքում մեծ սպեկտր է տարբեր տեսակի խնդիրների քննարկվել։ Ես վստահ եմ, որ ասենք Զաքիր Հասանովը չունի այն քաշը, որ Սիրիայի եւ Իսրայելի հարաբերությունները քննարկեն, այստեղ իմ կարծիքով հիմնականում խոսք է գնացել Իրանի եւ Ադրբեջանի համատեղ Արցախի տարածքում ուրեմն զորավարժություններին նաեւ վստահ եմ, որ այս մասին խոսք է գնացել, գիտեմ ես, որ տասնյակ տարիներ Իսրայելը Ադրբեջանի կողմից հետախուզական տվյալներ է ստանում Իրանի հետ կապված եւ գիտեք, որ Իսրայելը ունի իր հենակետերը հետախուզական Ադրբեջանում եւ մեր Արցախյան պատերազմից հետո նաեւ նրա այս լրտեսական աշխատանքով զբաղվելու հնարավորությունները հօգուտ հայկական հողերի ավելացան եւ ինձ թվում է նաեւ հենց այս հարցն էր քննարկվում, թե ինչ ընդհանուր ուրեմն հարաբերություններ ունի Ադրբեջանի եղբայրական Իրանի ժողովրդի եւ եղբայրական Իրանի ուրեմն այաթոլլաների ռեժիմի հետ, սա կարևոր հարց է կարծիքով քննարկվել, իհարկե քննարկվել է նաեւ Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի մատակարարումների գործընթացը, թե ինչ փուլում է գտնվում, հիշեցնեմ, որ վերջին 1 տարվա ընթացքում մի փոքր այսպես հայտարարություններ եղան, որ Իսրայելը իր գործընկերներին հայտարարել է, որ որոշակիորեն դանդաղեցնում է զենքերի մատակարարման ուրեմն ժամկետները կապված Իսրայելում ռազմական գործողությունների թեժացման հետ, հիշեցնեմ, որ մի պահ եւ կռվում են Սիրիայում եւ Լիբանանում եւ կռվում են Գազայի գոտում եւ հութիների դեմ են կռվում եւ Իրաքի միլիցիայի դեմ են կռվում, այսպես 8 տարբեր ռազմաճակատներում տարբեր տեսակի ռազմական գործողություններ են տեղի ունենում Իրանն էլ մի կողմից։ Ասել կուզի, որ իմ կարծիքով, երբ որ Իսրայելը հանդիպում է ունենում Ադրբեջանի թե պաշտպանական կամ քաղաքական այս կամ այն ուրեմն ներկայացուցիչի հետ, սա հայերի համար ի վերջո լավ չի վերջանում։ Հիշեցնեմ, որ հիշում եք մեր էթնիկ զտումների ժամանակ, Արցախի էթնիկ զտումներից առաջ Բաքուն ընդունել էր Իսրայելից եկած ուրեմն Իսրայելի պաշտպանության նախարարության ուղարկած պատվիրակությանը։ Այս անգամ էլ Հասանովն է եկել, այսինքն կիմանանք սրանից հետո որևէ նոր տեսակի զինատեսակների արկուվաճառքի մասին կամ դրանց ավելի ինտենսիվ Բաքու տեղափոխելու մասին, պետք է ուղղակի հետևենք եւ ամեն ինչ պարզ կդառնա, սա ասենք 1-2 ամսվա հարց է, որ իմանանք, թե արդյունքում ինչ են այս երկու կողմերը պայմանավորվել, պարոն Այվազյան։ Շատ շնորհակալ ենք, պարոն Չերնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, ուղղակի մեկ նախադասություն կուզեի վերջում ավելացնել, շատ կարճ Եվրատեսիլի հետ կապված։
Հա, հարցին չանդրադարձանք նաև, թե Իսրայելը սրատակից դուրս կգա թե ոչ։ Իսրայելը միաժամանակ 6 արաբական պետության դեմ է կռվել եւ դուրս է եկել սրատակից, հիշում եք։ Այդ այն ժամանակ ուներ դաշնակիցների աջակցությունը։ Այո, հիմա էլ ունի, ես չեմ ուզում թվեր ասել, բայց վերջին 2 ամսվա ընթացքում մի քանի միլիարդ դոլարի ամերիկան զենք է ուղարկել Իսրայել։ Իսրայելյան պահեստները լի են ամերիկյան զենքով հիմա ծանր արհարետանի արկերով եւ հրթիռներով եւ այլն։ Իսրայելը սրան կարող է դիմակայել։ Սրա մեջ խնդիր չեմ տեսնում եւ Եվրոտեսիլ հետ կապված էլ ասեմ, որ այս ամուկը մեր հայերիս համար շատ դրական ի վերջո ելք ունեցավ, Իսրայելում ի վերջո հասկացան եւ բարձրաձայնեցին ողջ Իսրայելի տարածքում, որ այստեղ Իսրայել պետությունի ստեղծելու 100-ամյակներ առաջ, 1000 տարի առաջ արդեն հայերը ներկա են եղել, իրենց հողերն են ունեցել, իրենց ներկայությունն են ունեցել եւ այն երեխաները, որոնք Եվրոտեսիլի ժամանակ քվեարկում են, առնվազն որ դպրոցում նման բան չեն սովորել, հիմա սովորեցին իրենց ազգից, իրենց լրագրողների բերանով։ Շատ շնորհակալ ենք, պարոն Չերնոմորյան, այսօրվա զրույցի Ես համար։ եմ շնորհակալ եմ։ Շատեսից Աստված մեզ կհանդիպենք։ Հաջողություն։